Ինչ է ազգային երաժշտությունը, հայ երգի մասին իր նոթերում գրում է Կոմիտասը։ Արդյոք նրա հպարտ լեռները, խոր ձորերը, պատմական հազար ու մի դեպքերն ու անցքերը, գյուղացու կյանքը, այո, այս բոլորը նյութ են կազմում ազգային երաժշտության, այն ամենն, ինչ ազդում է ազգի զգայարանների ու մտքի վրա։ Կոմիտասյան արվեստը միշտ է ներշնչանքի աղբյուր եղել տարբեր կատարողների ու ստեղծագործողների համար։ Նրան հաճախ են անդրադառնում կոմպոզիտորները, կատարողական տարբեր կազմերի համար փոխադրելով նրա մշակումները։ Այդպիսի մի փորձ էր արվել Հայաստանի երգի պետական թատրոնում։ Միշտ կա այն անեղծ կետը, ուր կարող ենք վերադառնալ։ Ամեն օր քայլում ենք առաջ դեպի անցյալ, դեպի Կոմիտաս։ Համերգն այս խոսքերով սկսվեց։ Երևի սա մի բան էր, որ պետք է անպայման ինչ-որ մի բանի դիմակայի բարի երաժշտություն, թող չար երաժշտության դիմակայի, իսկ Կոմիտասի երաժշտությունը միշտ բարի է, որտեղ ժողովուրդն է։ Անտունի, Շողեր ջան, Մոկաց Միրզա, Հովարեկ, Գարունա, Մոկաց հարսներ։ Բազմաձայն հնչողությամբ 21 հայտնի ստեղծագործություն։ Դաշնամուրի առջև գեղարվեստական ղեկավարն է, իսկ կատարողները երգի թատրոնի այս սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր համերգը ներկայացման էին վերածել։ Այս անգամ համերգի ունկնդիրները հոգևորականներն էին։ Նրանց գնահատականը Արթուր Գրիգորյանը անչափ կարևորում է, համոզված է, որ կլինեն և քննադատություններ, և խորհուրդներ։ Արթուր Գրիգորյանի խոսքով համերգը ոչ միայն վերադարձ է իրական արմատներին, այլև մի փորձ է կոտրելու Կոմիտասի երաժշտության մելամաղձոտ ու թախծոտ լինելու մասին այն կարծրատիպը, որ ըստ նրա շղարշում է իրական, կենսուրախ Կոմիտասին։ Եկել եմ խորագրով համերգը ամիսներ առաջ կայացել է ԱՄՆ-ում, իսկ ապրիլին երգի թատրոնը նույն ծրագրով մեկնելու է Պարսկաստան։ Հնի և նորի այսպես միախառնումն է, միաձուլվածք է մեծ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների, ընդհանրապես ինքը շատ վտանգավոր թեմա է, անդրադառնալ Կոմիտասի երգերին և չվնասել հանկարծ այն բուն, գիտեք, այն կարևորը, որ բերեց մեզ Կոմիտասը։ Ես անդադ մտածում եմ մի շատ կարևոր բանի մասին, որ մենք ըստ երևույթին եկեղեցին և ճշմարիտ արվեստը նույն բանն ենք անում։ Պայքարում ենք մեր ժողովրդի հոգևոր, բարոյական և մշակութային արժեքների համար։ Եվ հիմա առավել ևս մեր օրերում ինչքան դժվար է պայքարել այդ ամեն ինչի համար, երբ որ չորսկամա համատարած նյութապաշտություն է։ Եթե մենք սատար չկանգնենք այն ամեն ինչին ինչ որ ունենք, մենք հսկայական հարստություն ունենք կուտակված դարերից եկած դեպքերից։ Այս նյութապաշտության մեջ, այս ծովի մեջ այն կկորի։ Առաջին զգացողությունը, որ այդ հետաքրքրության զգացողությունն էր, որը դեռ կարիք ունի վերլուծելու, կարիք ունի անդրադառնալու նորից այս ամենին։ Իհարկե, որպես կանոն միշտ էլ Կոմիտաս լսելը հաճելի է, ուսանելի է, եւ կարծում եմ, որ մատուցումն էլ յուրահատուկ էր, մատուցումը եւ հետաքրքիր էր, եւ յուրահատուկ էր, եւ մի տեսակ ամբողջ ընթացքում անընդհատ սպասում էր շարունակականությանը։ Հայ ժողովուրդը Կոմիտասյան երգի մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան։ Վարդապետի մասին ասում է իր երջանկահիշատակ ամենայն հայոց Վազգեն առաջին կաթողիկոսը։